Вот оно какое наше лето, лето яркой зеленью одето, лето жарким солнышком согрето, дышит лето ветер. Ամառային բովանդակալից օրերի մասին հիշողություններն ու գեղեցիկ տպավորությունները ճամբարականները մտերմիկ զրույցներում երկար կքննարկեն։ Այս ամառ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր, Հալիձոր, Քարահունչ, Խոտ համայնքների բազմաթիվ աշակերտներ ձանձրանալու առիթ չեն ունեցել, եղել են ակտիվ նախաձեռնող։ Կազմակերպված ամառային թեմատիկ ճամբարները աչքի են ընկել բազմաբովանդակ նախաձեռնություններով։ Աշակերտները դրա կարիքը շատ ունեին, քանի որ ամառային արձակուրդները անց էին կացնում ուղղակի գյուղում, ոչնչով չէին զբաղվում, սպորտով չէին զբաղվում նույնիսկ, եւ սա օգնեց երեխաներին, որպեսզի հասկանան, թե ինչքան կարևոր է սպորտը եւ ընդհանրապես իրենց հանգիստը։ Յուրաքանչյուր համայնքում իրականացված նախաձեռնության հիմքում ընկած էր ոչ միայն երեխաների հանգստի եւ ժամանցի կազմակերպումը, նաեւ այն նպատակաուղղված էր այս կամ այն խնդրի լուծմանը։ Վերտերերից գալիս են զբոսաշրջիկներ եւ մենք գտնում ենք, որ համայնքին պետք է մաքրություն։ Երեխաները դա գիտակցել էին եւ դրա համար ճամբարը ընտրել էին հենց այդ թեմայով, որպեսզի կարողանան սկսել մաքրությունը հենց դպրոցի բակից, յուրաքանչյուրն իր փողոցից եւ իմ կարծիքով մենք հասանք այդ հաջողությանը։ Սպորտային միջոցառումներ, խաղեր, երգ, պար, թեմատիկ առաջադրանքներ։ Ժամանցի կազմակերպման համար ընտրված էր այն ամենը, ինչը հետաքրքիր էր դարձնում ճամբարականների առօրյան, մարզում նրանց միտքն ու զարգացնում ստեղծագործական մտածողությունը։ Սպորտային ճամբարը շատ կարևոր է, որովհետև դպրոցը, ինչպես տեսակ, ոչ բարվոք վիճակում է եւ ֆիզկուլտուրայի դասերը հատկապես հնարավորություն ունեն լիարժեք անցկացնելու։ Այս մի շաբաթվա ընթացքում ավելի մոտեցրինք սպորտի, որովհետև միայն խաղեր չէին, նաև տեղեկություններ էր տարբեր մարզաձևերի մասին, յուրաքանչյուր օրը նվիրեցինք մեկ սպորտաձևի, վերջում նաև եզրափակեցինք այդ նույն սպորտաձևերի խաղերով, հետաքրքիր էր, շատ օգտակար էր։ Ամառային թեմատիկ ճամբարները նպատակ ունեին խթանել աշակերտական խորհուրդների արտաուսումնական եւ արտադպրոցական գործունեությունը, նպաստել նրանց համագործակցային, ստեղծագործական, սոցիալական հմտությունների եւ կարողությունների զարգացմանը։ Ավագ ջուկատավարները, ինձ այդ աշակերտական խորհրդի անդամները կարողացան ամեն ինչ կազմակերպչական հարցերի մեծ մասը իրենք կարողացան կատարել։ Սկսած նախապատրաստական աշխատանքներից, հետո ընթացքում, իրենց մասնակցությունից, ամեն ինչից։ Ես ուղղակի հիացած էի, չէի հավատում, որ կարող է մեր երեխաները կարողանան այդքանին հասնել, բայց հասան։ Բոլոր համայնքներում ճամբարներն իրականացվել են համակարգված, համապատասխան նախապես մշակված օրակարգի։ Ճամբարներից յուրաքանչյուրում ներգրաված են եղել 35 երեխա։ Ճամբարային աշխատանքներն իրականացվել են ջոկատներով, որոնք ունեցել են գլխավոր պատասխանատուներ, ավագ ու կրտսեր ջոկատավարներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր կամավոր կերպով աշխատել են երեխաների հետ։ Յուրաքանչյուր ջոկատ մշակել է իր խմբի անունը, նշանաբանն ու կանոնները եւ առաջնորդվել դրանցով։ Լինի այսպիսի ճամբարներ, որպեսզի երեխաները լինեն միասնական, իրարից շփվեն, կարողանան դրսևորել իրենց վարքը եւ միմյանց հարգեն, կարծիքները հաշվի առնեն, լինեն միասնականությունը, քանի որ մեծ ուժ է։ Ամառային թեմատիկ ճամբարներն իրականացվել են գործընկերություն եւ ուսուցում հասարակական կազմակերպության եւ World Vision Սիսիանի տարածքային զարգացման ծրագրերի գործընկերությամբ։ Սյունիքի մարզի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների շահառու համայնքների դպրոցների աշակերտական խորհուրդների համար հայտարարված ամառային թեմատիկ ճամբարների կազմակերպման ուղղված նախաձեռնությունների դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։ Ամենաառաջի օրը, երբ երեխաներին ուղարկում էինք ճաշի, նրանք ուղղակի ասել էինք շուտ չգաք, հանկարծ կգնաք գարքին կճաշեք, հետո հետ կվերադառնաք ու միանգամից եկան, ասեցինք ինչի այդքան շուտ եկաք, ասեցին դե որովհետև շատ հետաքրքիր է դրա համար, վախեցանք ուշանանք։